Սույն նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է դրանում ներառված օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու անհրաժեշտությամբ, կարճ նկարագրեմ ինչ կարգավորումներ, ինչ փոփոխություններ էր տեղի ունեցել։ Փոփոխություններից մեկը վերաբերվում էր հարկային պարտավորությունների, չկատարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման նոր համակարգին, որը ավտոմատացված պետք է լիներ, այսինքն 200,000-ից ավել ավտոմատ ծանուցվելու էր եւ ծանուցումից հետո չարձագանքելու դեպքում արգելադրումներ իրականացվելու, իսկ մինչև 200,000-ը 2 ամսվա ընթացքում, եթե չվճարվի, նոր ծանուցումը կիրականացվի եւ արգելադրումը տեղի կունենա։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգին, ինչպես գիտեք, պետական տուրքը բազմաթիվ ծառայությունների համար է նախատեսված, այդ թվում լիցենզիաների համար, պետական այլ մարմինների գործողությունների համար եւ այստեղ շուրջ 15 լիազոր մարմին է ներգրաված լինելու եւ ամբողջ պետական տուրքի հաշվառումը ուզում ենք ավտոմատացնել, այսինքն այլ մարմինները երբ որ լիցենզիա կտան, ավտոմատ տեղեկատվությունը կգրանցվի համակարգում, դրա հիման վրա էլ ավտոմատ տուրքերի հաշվառումը կիրականացվի, այսօր դա ձեռքով է արվում։ Այս մասով, քանի որ շատ տարբեր մարմիններ են ներգրաված, աշխատանքները զգալի ժամանակ են պահանջում եւ որոշակի դժվարություններ կա, դրա համար չենք հասցրել եւ մյուսը վերաբերում է դրոշմանիշային վճարի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը, դա զինապահի օրենքի վճարն է, որը այսօր որոշ չափով ավտոմատ է հաշվառվում, բայց անձնավորված հաշվառումը մի քանի համակարգերով է արվում, դա եւս ուզում ենք ավտոմատացնել եւ նաեւ քանի որ հիմա առողջության ապահովության վճարն է մտնում, ինքը շատ նման է այս համակարգին, այս փուլում նախատեսում ենք, որ միասին երկուսի համար կներդնենք նույն համակարգը։ Այս երեք ուղղություններն են, որոնք նախատեսված է 26 թվականի հունվարի 1-ից պետք է արդեն իսկ ունենայինք, բայց քանի որ որոշ խնդիրներով պայմանավորված չենք հասցրել, առաջարկում ենք 6 ամսով հետաձգել ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչպես երեք նշեցի, այս բոլորը ըստ էության հիմնականում վերաբերում է պետք հաշվառման համակարգերին եւ մեր հարկվճարողների եւ քաղաքացիների համար որևէ խնդիրներ չեն առաջացնելու։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Հարցեր։ Խնդրեմ պարոն Բագրատյան, պարոն Ղարոմյան։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, ես կուզենամ մեխանիզմ ենք հասկանանք, եթե 200,000-ը ավտոմատ 200,000-ը գերազանցող թիվ ունի, հարկային պարտավորություն ունի, ավտոմատ արգելադրվում է զգուշացումից հետո դուք նշեցիք, մեզ դա ինչ է տալու, ես ուզում եմ հասկանամ, որտեղ նաև այս բանը ինչքան գիտեմ 1 միլիոնից ավելի դեպքում կա նման մեխանիզմ եւ նաեւ ավտոմատ էլ կբացվի թե ոչ, այսինքն եթե վճարում կատարվի ավտոմատը բացվելու թե պետքա դիմում գրեն որ մենք արդեն որովհետեւ գիտեք ես արգելանքից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջանում տնտեսվարողներին չխանգարենք տնտեսվարելու ընթացքում էլ այդ իմաստով ձեր կարծիքը խնդրեի փոխանցեք։ Պարոն Բագրատյան, նախ կուզենայի նշել որ դա արդեն իսկ ընդունված է օրենքը, հիմա մենք ուղղակի ծրագրային մասը չենք հասցրել ապահովել, բայց մեխանիզմը այսպես է 200,000-ը գերազանցելու դեպքում նախ ծանուցվում է ու ավտոմատ ծանուցվելու է եւ 3 օր սպասում ենք, հետո նոր արգելադրման որոշում է կայացվում, բայց նաեւ այդ ընթացքում հարկվճարողին նորից ծանուցվում է եւ լսելու իրավունք է տրվում, այսինքն մենք պետք է լսենք իրեն, տեսնենք ինչ է արձագանքում, երբ որ այդ ընթացքում չի վճարվում, նոր արգելադրումը իրականացվում է, բայց արգելադրումը դարձել բռնագանձում չի, իսկ 30 օր էլ սպասում ենք, եթե չի վճարում, նոր բռնագանձման որոշում է կայացվում եւ ուղարկվում է հարկադիր կատարման ծառայություն։ Այդ փուլում էլ էլի լսելու իրավունք ենք տալիս, էլի։ Ու իրականում մեխանիզմը ինքը ինչի համար է դրված, որտեղ հարկային պարտավորությունների կատարման պարտաճանաչություններ պետք է ապահովենք, էլի, որ ժամկետներում վճարվեն։ Չնայած նշեմ, որ տուժերի անցած տարի բարձրացման արդյունքում որոշ չափով կարգապահությունը վերականգնվել է։ Ես ընդունում եմ այդ մոտեցումը իհարկե, որ հարկերը պարտավոր են վճարել, դա երկրորդ կարծիք չկա։ Այո, ընդունում եմ, որ արդեն ընդունել ենք օրենքը, համաձայն, բայց միգուցե մենք 6 ամսը փոխարեն 1 տարի հետաձգենք, օրինակ, պայմանական եմ ասում, քննարկում ենք այս բանը, զուտ եմ բանի համար, որովհետև մենք նաև այստեղ խնդիր ունենք տնտեսվարողների ընդունված մշակույթի հետ։ Հաճախ մրցակցային իրավիճակից ելնելով տնտեսվարողների ժամկետային վճարումով ապրանքներ են մատակարարում։ Եվ իրենք այդ գումարները մատակարարներից ստանում են բավականին ուշացումով, հաճախ մինչև 3 ամիս, 6 ամիս եւ հնարավորություն չունենալով շրջանառու միջոց չունենալով կարող ենք օրինակ սրանով հատկապես փոքր բիզնեսին է վերաբերում խոսքս, խոշորները բարձր որ հաշվարկային արդեն հնարավորությունները անվտանգության բարձիկներ ունեն
Իսկ մանրերի դեպքում փոքր ձեռնարկությունների դեպքում հնարավոր է որ մենք լրացուցիչ խնդիր ենք առաջացնում կա տարանջատում հետո օրինակ թե մտածում ենք հետագայում թեկուզ տարանջատում լինի ասենք դա փոքր ձեռնարկություններին չվերաբերի օրինակ մասնավորապես ի նկատի ունեմ շրջանառության հարկ վճարողների ինչ վերաբերի ավելացված արժեքի հարկ վճարողներին սա քննարկում ենք որ հետագայում այս 6 ամսվա մեջ մենք նորից միգուցե հնարավորություն ունենք խոսելու այդ թեմայով այս իմաստով թե չէ օրենքի տրամաբանությունը ամբողջովին իմ համար ընդունելի է ուղղակի սա լրացուցիչ հարց է որ մի քիչ ավելի մտածենք այդ 6 ամիս արդյոք պետք է 1 տարի թե ոչ խնդրում եմ այդ ուղղությամբ Եթե կարելի է շնորհակալություն պարոն Բագրատյան, ուղղակի նշեմ, որ ըստ էության տույժերը տարեկան գալիս է մոտ 27%, այսինքն տնտեսվարողների համար դա լավ ֆինանսավորման աղբյուր չէ, եւ անկեղծ ասած կարծում եմ, որ հարկերի չվճարելով գործիք ստեղծել փոքրերին ֆինանսական միջոցներ, այսինքն ֆինանսավորման աղբյուրի, գուցեև պետք է այլ մեխանիզմներով մտածել ու եթե չեմ սխալվում այդ ուշ վճարումների հետ կապված, երբ որ մեծ խոշոր կազմակերպությունները ուշ են վճարում, ինչքանով ես տեղյակ եմ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրում է որոշ դեպքերում ոլորտային կարգավորումներ են տալիս, որ այսքան ժամկետից ուշ չպետք է վճարեն, առևտրի եւ ծառայությունների մասին օրենքով նաեւ որոշ ոլորտների համար նման մոտեցում կա, էկոնոմիկան էլ ուսումնասիրում է, որտեղ խնդիրներ կա, այդ մասով փորձում են կարգավորել։ Շնորհակալություն։ Խնդրեմ պարոն Ղարամանյան, դուք ձեր հարցը տվեք։ Իմս կարճ է կապված այդ անցումային դրույթների հետ 6 ամիս հետո որ ուժի մեջ է մտնում։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում է դա որոշվել, որ պետք է 6 ամիս հետո ուժի մեջ մտնի։ Թե ի սկզբանե նախագիծը այդպես է ներկայացված, առաջինից երկրորդ որևէ փոփոխության առաջարկ չկա։ Լավ։